Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ինչ է կարծում, ինչ կարող է անել պարոն Աղազյան, քանի որ նաև իր նախկին թիմակիցն է, գուցե նաև տրամաբանական քայլերի Ես կարծում եմ, որ որևէ բան չի կարող անի, որովհետև ես նախ առիթներ եղել խոսել ենք ես իմ վերաբերմունքը կրոնի հանդեպ, ընդհանրապես եկեղեցուն ընդհանրապես, բայց ես գիտեմ, որ եկեղեցում կան շատ ուժեղ պատրաստված անհատներ, այդ մակարդակի անհատներ, որոնք պետք է, ասենք, թույլ չտան, որպեսզի որևէ մեկը իր քիթը խոթի եկեղեցու գործերին։ Իսկ քաղաքացիական բախումներ արդյոք չլինի, պարոն Աղազարյան, քաղաքացիական բախումներ, որովհետև ըստ էության Փաշինյանը կոչ է անում, որ հավատավոր ժողովուրդը դուրս գա պայքարի եւ հեռացնի կաթողիկոսին։ Կարող է հասնի այդ հանգամանքին, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Եմ իր թևին մյուսները կարող պատեի կոչանեն, եմ իր թևին կարող է, ես չգիտեմ, կարող պատեի խոհեմենեն չանեն, այդ ամեն ինչը չանեն, բայց ինչպես մի անգամ վերջերս ասեց Էդմոն Մարուկյանը, շատ տարօրինակ է այն համընկնումները, տեսեք հասնում եք ասում եք 7 տարի առաջ չգիտեք, շատ տեղին հարց է, բայց իհարկե 7 տարի առաջ գիտեք, 6 տարի առաջ, 5 տարի առաջ, երբ որ այսօր է տեղի ունենում, արդեն սարսռում ես, անհանգստությունից սարսռում ես, որ սրա հետևում ինչ-որ բան է թաքնված, որ կարող է պատահի տեղի ունենա եւ հետո մենք արդեն Դուք Ադրբեջանի մասին եք ասում եք, այսինքն կարծում եք պատահական չի Նիկոլ Փաշինյանի այս սկսածը Ադրբեջանից ինչով։ Ոչ։ Սա հիմքում գտե այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետականորեն պետություն իշխանությունը չի զբաղվելու Արցախի խնդրով։ Ինչի հետ ես կներեք նվաստս միանշանակ համաձայն եմ, բայց թույլ չտալ եկեղեցուն զբաղվել այդպիսի խնդիրներով, որը հենց եկեղեցու, այսինքն հենց սկզբունքներից մեկն է մարդկանց իրավունքների պաշտպանության, ընդ որում կարող է պատահի նաև եկեղեցի հայ առաքելական եկեղեցի պաշտպանի մուսուլմանական ինչ-որ մի խմբի, ինչ-որ մի էթնոսի շահերն պաշտպանի մարդկային արժեքի համակարգից ելնելով։ Այստեղ էլ պաշտպանվում է Ղարաբաղցիների շահերը, Ղարաբաղցիների մեր հայրենակիցների իրավունքը։ Բա պիտի անի։ Դա է խոչընդոտում Նիկոլ Փաշինյանը։ Անհանգստացել եմ։ Համաժողովն է եղել։ Այո, հա։ Որոշել են աշխատել։ Այո։ Պարոն Աղազարյան, հիմա Չէ՞ կարող այդքան համակրումներ լինել։ Պարոն Աղազարյան, որ դուք երեխեք հարց եմ ուզում տալ մի ժամը։ Պարոն Աղազարյան, որ դուք ասում եք, որ բոլորս գիտենք վեհապարի հետ կապված կոնկրետ։ Վեհապարի հետ կապված չէ։ Բոլորս գիտեինք, որ եկեղեցականները կուսակրոն չեն պահում կուսակրոնությունը։ Որտեղից գիտեք, ինչ եք տեսել։ Որտեղ ես տղամարդ եմ, էլի, գիտեք, կներեք, էլի։ Դա ենթադրության մակարդակի է։ Ենթադրության իհարկե, բայց համոզվածության աստիճանի ենթադրություն էլի, ոչ թե ասենք այս ապրիորի, հետո գիտեք ինչ, ասենք կուսակրոն։ Այդ կուսակրոնությունը ինչ-որ ժամանակից հետո են, չէ՞ ընդունում։ Ասենք մեկը կարող է պատահի կուսակրոնություն ունենալի 30 տարեկանից։ Բայց միջև այդ կուսակրոն չէ։ Հետո դառավ կուսակրոն։ Նշանակում է կուսակրոնությունը ես նվաստես, որ չեմ եղել, չեմ հանդիսանում իսիմիջ մակարդակի հավատացյալ, ես հասկացել եմ հետևյալ ձևով, որ չամուսնանան այդ մարդիկ, չամուսնանան, որպեսզի ազատ լինեն իրենց բաների մեջ, ասենք կուսակրոնության հենց խախտված է, եթե այդպես նայենք, կուսակրոն, եթե ճիշտ եմ հասկանում կույս բառի իմաստը, խախտված է եղել, եւ որ հետո որոշ ժամանակ հետո դառը, չէ՞ կուսակրոն, ուժումը այդ բանը չի պահպանված եղել, հետեւաբար կուսակրոնությունը ես ինքս հասկացել եմ այն կոնտեքստում, որ չպիտի ամուսնանա, տանաբերված չլինի այդ հոգսերով, որպեսզի ազատ լինի ծառայելու, լավ են արել, որ խախտել են։ Որովհետև եթե մենք գնանք դարերի խորքից եւ գանք, հնարամետ հաշվենք, տենանք քանի հոգի մենք ունեցել ենք այդ մակարդակի հոգեվորականներ, որոնք իհարկե բոլորս գիտենք, որ կրթված, զարգացած, ուժեղ նաեւ Եվ այդ հազարավոր մարդիկ, ասենք պատկերացնում եք, սերունդ տված չլինեին։ Մենք հիմա որպես պետություններ կարող չլինեինք։ Եվ մենք չպիտի անդանդստենք, լացենք, լալկանք, հայրենիք ենք գտել, ես ենք արել, են ենք արել։ Մենք են քիչ ժողովուրդների մեջ ենք աշխարհի, որ հազարամյակներ առաջ պետություն ա ունեցել, եւ այսօր պետություն ունի։ Եվ մենք սրանով պետք է հպարտանանք եւ ուժեղանանք։